Հեզությունը դա մի բան է, որը որ շատ գնահատում է Աստված։ Հեզությունը դա անկարող վիճակ չի, հեզությունը դա թուլության նշան չի։ Մանավանդ հայ տղամարդուն դու պետք է սովորացնես հեզ լինել, շատ բարդ գործ է։ Հայ տղամարդը որպեսզի հեզ լինի, ինչի մասին է խոսքը։ Դու գիտես, որ շատ տղամարդկանց կողքը Աստված մարդիկ ինչի է դնում, որ սովորացնի հեզության։ Իրանք մտածում են սխալ մարդ է իմ կողքը։ Ոչ, ճիշտ մարդ է, ուղղակի քեզ Աստված հեզության է սովորացնում։ Շատ լավ գիտենք, չէ՞, ինչի մասին եմ ես հիմա խոսում, երբ որ ասում ենք տղամարդը հեզության մասին։ Նույնիսկ շատ հնարավոր է որոշ ավանդույթային ընտանիքներում հեզ լինելը դա համարվի թուլության նշան։ Չէ, որ ոնց է, տրադիցիոնալ հայ տղամարդը ինքը պետքա բռունցքը սեղանին խփող լինի, չէ։ Այ բռունցքը խփող թող լինի սատանայի գլուխը ջարդելու ժամանակ։ Կամ ոտը գետին խփող լինի, ես ասացի, պետքա սենց լինի ու ոտը խփում է գետին։ Այ ոտը խփող լինի սատանայի գլխին երբ որ այսպես խփ։ Այդպես ձեռքը խփող եւ ոտքը գետին խփող թող լինենք սատանայի գործելը քանդելու ժամանակ եւ Աստծո արդարությունը պաշտպանելու ժամանակ։ Ամեն